Ականատեսն է առաջին ալիքի եթերում ուշադիր եղեք, քանի որ չի բացառվում ձեզանից մեկը մեր գաղտնի նկարանման հերոսն է դարձել։ Ճիշտ այս ժամին իրական պատմություններ են ականատեսի աչքերով, մեր խցիկից ոչինչ ու ոչ մի թեմա չի վրիպում։ Անհավանական, դաժան, ողբերգական, մենք շատ հաճախ այդպիսի նամակներ ու պատմություններ ենք ստանում։ Արդյունքում ստացվում է լրագրողական հետաքննություն ականատեսի օգնությամբ ու իրական փաստերով։ Նախորդ թողարկումից հետո Զոքանչի ու Փեսայի սկանդալային ու դեպրեսիվ պատմությունից հետո այս անգամ որոշեցինք ներկայացնել ճիշտ հակառակը, լուսավոր ու պայծառ մի պատմություն։ Այս անգամ մեր թեման ոչ ավել, ոչ պակաս երջանկությունն է։ Եվ ինչպես միշտ մենք ոչ միայն խոսում ենք, այլև ցույց տալիս։ Այսօր մենք ձեզ ցույց կտանք։ Երջանկություն փնտրելու ճանապարհը նաև Հայաստան բերեց ականատեսներին, որ քիչ հետո պիտի բացեն ամենամեծ գաղտնիքը, թե որն է երջանկությունը։ Իսկ մինչ այդ ծանոթանանք, ովքեր են այն հաջողակներն ու իսկական երջանիկները, որ մասնակցում են աննախադեպ ակցիայի շրջել 206 երկրով ու փնտրել երջանկության բանաձևը։ Աշխարհի ուղիղ կեսն անցած բլոգերները ժամանեցին Հայաստան օդականից սկսած Թոնին, Քելին եւ Թոնոն արագ գործի անցան։ Ունեն մեկ օր ժամանակ, Հայաստանում էլ պետք է որոնեն երջանկության բանաձևը։ Բարի գալուստ Հայաստան, դուք մեկ օրով եք եկել։ Հայաստանում կհասցնեք լինել հետաքրքիր տեսարժան վայրերում ու կարծում եմ կգտնեք ինչ է երջանկությունը։ Ավանդույթ է, սկզբում նախ սովորում են իրենց համար ամենակարևոր բառը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Quite Շնորհակալություն։ Thank you։ Great։ Երեք բլոգերներից ականատեսի հերոս ընտրվեց Թոնին, ով 30 տարեկան է։ Իրեն համարում է աշխարհի ամենաերջանիկը, հաջողակն ու աշխատասերը։ Իմ անունը Թոնի է, ես ծագումով Վաշինգտոնից եմ, բայց այս պահին ապրում եմ Գերմանիայում։ Աշխատում եմ որպես մանկապարտեզի դաստիարակ։ Մանկապարտեզի դաստիարակ աշխատելը նրա երազանքն է եղել, սիրում է, երբ գերմանացի երեխաները բարկացնում են իրեն, ափերից հանում։ Իհարկե երջանիկ եմ, իմ կյանքի երազած աշխատանքն ունեմ, մանկապարտեզի դաստիարակ աշխատելուց լավ բան չկա։ Անսպասելի էր, երբ աշխատանքային ծանր օրվա ավարտին պարզվեց, որ Կոկա-կոլան աշխարհի բլոգերներից ընտրել է հենց իրեն երջանկության համաշխարհային բանաձևը փնտրելու համար։ Մենք բոլորս էլեկտրոնային փոստով դիմել ենք ու արդյունքում հավաքվեց մի թիմ եւ մեզ հրավիրեցին Ատլանտա քաղաք, Միացյալ Նահանգներ հարցազրույցի համար։ Դրա արդյունքում 3 թիմ ընտրվեց, ամեն մեկը 3 հոգուց կազմված ու մեր թիմը հաղթեց։ Դա մի օր էր, երբ ուրախությունից հուզվել էի։ Իր եւ թիմի առավելությունները նա հստակ գիտի ու կռահում է, ինչի հենց իրենց ընտրեցին 206 երկրով շրջելու համար։ Մեր առավելությունն այն էր, որ մենք միասին համապատասխանում էինք իրար, կես խոսքից միմյանց հասկանում, ազգերի իսկական համադրություն էր՝ Մեքսիկա, Գերմանիա, Բելգիա։ Համբերատար հումորով ժպտերեց Թոնին իր մասին մի պահ մոռացավ, երբ Արարատն իր ամբողջ հմայքով հայտնվեց նրա դիմաց։ Օ, ինչ գեղեցիկ է Արարատը, հիանալի է։ Ամեն մեկը չէ, որ կարող է օրերով չքնել օրը մեջ կամ ամեն օր ինքնաթիռ նստելու, այդպես արդեն 1 տարի։ Նրանք յուրահատուկ էներգիայով, համբերատարությամբ, շփվելու, փնտրելու, գտնելու յուրահատուկ ունակությամբ ականատեսներ են։ Իմ երջանկությունն իմ աշխարհն է, իմ աշխարհը շատ գեղեցիկ է, տպավորիչ, որտեղ ապրում են լավ ու հրաշալի, բարի մարդիկ։ Նրանց են ինչպես եւ բոլոր ականատեսներին ավելի լավ ճանաչելու համար ականատեսի բլից հարցերը։ Ես կարող եմ ուրախ լինել, որովհետև Հայաստանում շատ լավ է։ Իմ տեղը աշխարհում ամենուր է։ Ինձ համար կարևոր է երբեք չհանձնվել։ Ազատ անում եմ այն, ինչ ուզում եմ, ինչ սիրում եմ։ Հետևիր քո երազանքներին։ Երբեք չհանձնվել։ Թոնի Մարտին 30 տարեկան մեր ամենաերջանիկ ականատեսը։
Ամբողջ աշխարհը ոտի տակ տված Թոնին, Քելին եւ Թոնոն Հայաստան ժամանեցին առավոտյան 10-ին։ Դրա նախորդ օրը եղել էին Վրաստանում, մինչ այդ Լիտվայում, Լատվիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Մակեդոնիայում, Աֆրիկայում ու այսպես 150 պետության անուն կարող եմ թվարկել, քանի որ Coca-Cola ընկերության բացառիկ նախաձեռնությամբ 3 բլոգերները պտտվում են ամբողջ աշխարհով մեկ հանրարարությամբ։ Փնտրեք, գտեք երջանկությունը։ Ու սա բառի բուն իմաստով Թոնին, Քելին, Թոնոն համարյա գտել են ու արդեն գիտեն որն է երջանկության բանաձևը։ Ականատես նախագիծը բացառիկ իրավունքով նկարահանել է երջանկություն փնտրողներին ականատեսի աչքերով, այժմ ներկայացնում է աշխարհի երջանիկ եռյակին, նրանց այցերն ու արկածները։